Հաշվել եմ 28 դեպք, բայց կարծում եմ շատ են նման դեպքերը, երբ Փաշինյանը ինչ-որ բան է ասում ոգևորվածության պահին, իսկ հետո, երբ հիշեցնում են իր խոսքերը, ասում է ես այդպիսի բան եմ ասել։ Վերջինը 3 էր, երբ իր կողմից եւ իր պատճառով Արցախից բռնի տեղահանվածներին ասաց փախածներ։ Մի քանի ժամ հետո ժխտեց, անհնար է այդպիսի բան ասած լինեմ։ Երբ մարդ կատաղության ժամանակ, ոգևորության ժամանակ ասում է մի բան, ու սթափ ժամանակ չի հիշում, ուրեմն արդեն բժիշկների տիրույթում է, հոգեբանական եւ նյարդաբանական վիճակների հետ է կապված։ Բժշկական տերմինաբանության մեջ կա դիսոցիատիվ ամնեզիա արտահայտություն։ Դա այն է, երբ մարդն ուժեղ հուսական վիճակի ժամանակ կարող է անջատվել իրականությունից եւ հետո չհիշել իր խոսքը կամ գործողությունները։ Մյուսը ինտենսիվ զայրույթի նոպաներն են, երբ պորտկումներից հետո երբեմն չի հիշում կամ մասամբ է հիշում պացիենտը իր վարքը։ Սրանք կապ ունեն նյարդաբանական վիճակների հետ, հոգեբանները, ավելի շատ հոգեբույժները պահանջում են անպայման դիմել իրենց։ Կա ստացիոնար վերահսկման կարիք։ Իհարկե, կարող է դա լինել նաև ալկոհոլի կամ նյութերի ազդեցության տակ։ Նիկոլի պարագայում մեկ այլ հանգամանք էլ կա։ Այդ չեմ հիշումը գուցե պատասխանատվությունից խուսափելու միջոց է։ Ինքնապաշտպանական միջոց, ասված խոսքից հետ կանգնում։ Երկիր ղեկավարողի համար շատ կարևոր է խոսքի վերահսկումը, հուզական կայունությունը, պատասխանատվությունը սեփական խոսքի համար։ Երկու դեպքում էլ մենք խնդիր ունենք, որովհետև առաջինի դեպքում հոգեկան խնդրի մասին է եւ կարիք ունի բժիշկների գնահատականի, մյուս դեպքում, եթե դա գիտակցված է, կարիք ունի քաղաքական, հասարակական գնահատականի։